նկարում մեր տատիկն է 1901 թվականին ծնված Հայաստան Մանուկյանը, Կարսում, նա ականատես է եղել մեծ եղերնին, այդ ոչռագործներին, թաքնվել էր դիակների տակ, զոհվածների տակ, բայց քանի որ թուրքենիչաները իրենց թրերով, խանչալերով ստուգում են մահացը թե ոչ, նա ձևացնելով որ զոհված է, ամբողջ մարմինը սպիների մեջ սպիավորված, փրկվեց եւ տեղափոխվեց Թբիլիսի, ամուսնանալով ամուսնու հետ Դավիթ Խաչատրյանի հետ 7 երեխաներ դասիրակեցին, հասցրեցին իրենց նպատակին, տխուր կյանք էր նրա կյանքը, բայց երջանիկ էր իր երեխաներով, երեխաների մեջ դասիրակում էր հիմնականում սեր դեպի մերձավորը, նախինների պաշտամունք, հայրենասիրություն եւ բոլոր երեխաների համար կյանքի ուղենիշ էր դարձրել մեկ ազգ, մեկ լեզու, մեկ կրոն երմիասնությունը։ Ինչպես Սևակն ասում, ողբա մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց։ Դուք ձեր տատիկին տեսել եք։ Տեսել եմ, իրեն տեսել եմ, տատիկին տեսել եմ։ Ինչ էր պատմում ցած։ Ինքը շատ տխուր էր կյանքը, տխուր էր։ Ինքը պատմում էր, որ պետք է չարի վերջի միշտ էլ պետք է գա, հայերը պետք է ուժ գտնելով հաղթահարեն, անցնեն այդ ճանապարհը եւ Կարսը այնինչ միջով ինքը անցել էր, ինչ տառապանքի միջոցով է անցել, Հայաստան Մանուկյանը տառապել է, բայց նաև ինչ որտեղ նա երջանիկ է լինում նա, որ նման երեխաներ է դասիրակել եւ կարողանում է այն կենթանի մնացածներից մեկն է, ապողներից մեկն է, որ հնարավորություն ունի հիշելու դա, ներկայացնելու դա, որ պետք է դա միշտ եղերնը միշտ պետք է ամբողջ աշխարհում պետք է ընդունվի։ Դուք գիտեք, որ իշխանությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում չեն պահում հայոց ցեղասպանության միջազգայնացման հարցը։ Ինչ կարծիք ունեք որպես ցեղասպանված։ Առաջի պլանի վրա պետք է լինել ընդունել ցեղասպանությունը։ Թուրքիան պարտավոր է ընդունել ցեղասպանությունը, պարտավոր են ընդունել։ Դա պետք է լինի առաջին պլանը, որ ասում են, առաջին этаպը, որով պետք է անցնել հաջորդ քայլերին, ցեղասպանության ընդունելությունը, որ պետք է ընդունել։ Փաշինյանը ասում է, դեռ պետք է հասկանանք ինչ է տեղի ունեցել 15 թվականին։ 15 թվականին եղերն է եղել։ Հայաստանի ղեկավարը։ Ես դա դժվարանում եմ պատասխանել, բայց եղերնը պետք է միանշանակ պետք է բոլորն էլ ընդունեն։ Այն որ նրանք ես հիշեցի ակամայից հայրեն էին, ասում են այնտեղ որտեղ գրքեր են այրում, այնտեղ նաև մարդկանց կայր են։ Մինչ այդ նրանք հայկական մշակույթը վերացնում են հայկական մշակույթը, հայկական գրքերը, ճարտարապետական շինությունները եւ դրան ուղեկցեց ըստ այդ հայնի տրամաբանության ցեղասպանությունը։ Կներեք, ձեր տատիկ այսինքն ընտանիքից միայն ինքն է կարողացել փրկվել եւ հասնել Թբիլիսի։ Ինքն է փրկվել, տատիկը ինքն է փրկվել եւ ամուսնանալով, զարգացնելով մեծ ընտանիքը զոհվել են նրանք Կարսում, Կարսի զոհվածներն են։ Այստեղ ապրում են նրա տղան է ապրում, Մինաս Դավիթի Խաչատրյանը իր երեխաներով, նրա սերունդները, Մոսկվա նրա թորն է ապրում պրոֆեսոր Խաչատրյան Էդվարդը, պրոֆեսոր Խաչատրյանը նրա թորն է ապրում այնտեղ, Արմենը մեծ գիտնական էր եւ այլ։ Այդքան բան կարող եմ ասել։ Շնորհակալություն։